Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը շարունակում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղված իրազեկման միջոցառումները, նպատակ ունենալով ձևավորել անվտանգային մշակույթ եւ պատասխանատու վարքագիծ։ Այդ համատեքստում փետրվարի 20-ին Գեղարքունիքի մարզի պարեկները եւ Սեւանի համայնքային ոստիկանները Սեւան քաղաքի Մեսրոպ Մաշտոցի անվան համար 1 հիմնական դպրոցում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները թեմայով գործնական դասընթաց են անցկացրել։ Պարեկները դպրոցականներին ներկայացրել են հասարակական կարգի պահպանման եւ ճանապարհային անվտանգ երթևեկության կանոնները։ Նպատակը երեխաներին թույլ տալ ուսումնասիրել, ծանոթացնել երթևեկության կանոնների հետ, քանի որ երեխաները հանդիսանում են 4-րդ եւ 5-րդ դասարանի երեխաներ, այս պահին իրենց հետաքրքիր էր ու մեզ էլ էր նպատակային, որ ինչպես օգտվել ճանապարհը հատելուց, հետիոտային անցումները, ներկայացվեց տեսակները, ներկայացվեց անցման կանոնները, ինչ մեթոդով պետք է անցնեն, ինչ կանոններից պետք է օգտվեն, որպեսզի ճանապարհը հատեն անվտանգ։ Նման հանդիպումները այո շարունակական է, տարբեր դպրոցներում, տարբեր թեմաներով, հիմնականը տարրական դասարանների հետ։ Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել պարեկներին եւ ստացել սպառիչ պատասխաններ։ Ես այսօր սովորեցի շատ բաներ երթևեկության մասին, թե ինչպես ճիշտ անցնել ճանապարհը, ինչպես ճանապարհը անցնել, երբ որ մենք քշում ենք հեծանիվ։ Ես սովորեցի, որ երթևեկության կանոնները, թե ոնց պետք է անցնել ճանապարհը, սովորեցի, որ պետք է ղեկին հեռախոս չնայել։ Դպրոցներում պարբերաբար անցկացվող նման դասընթացները միտված են անվտանգ ճանապարհային միջավայրի ստեղծմանը եւ երեխաների մոտ պատասխանատու վարքագծի ձևավորմանը։ Հանդիպման վերջում տեխնիկական գծով ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանը դպրոցականներին ծանոթացրեց պարեկային ավտոմեքենայի տեխնիկական հագեցվածությանը։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Գեղամաուր։